Ղարաբաղի պատերազմից հետո երկրի իշխանությունը մերձ ռազմական ղեկավարների ձեռքում էր, քանի որ երկիրը պատերազմական երկիր էր։ 18 թվականին երկրի իշխանությանը եկան ոչ ռազմական գործիչներ լրագրողական անցյալով։ Այսօր մենք տեսնում ենք, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ մենք պետք է ունենանք տնտեսագետ ղեկավարներ, որովհետև մեր երկրի հիմնական խնդիրը տնտեսությունն է։ Հայաստանի պարտքը, որ դուք հասկանաք, 2018 թվականից մինչև այսօր, հիմա որ մենք վարկ ենք մարում պետական բյուջեից, գիտեք ինչքան է։ Շատ մեծ թիվ է։ 270 միլիարդ ավել վարկ ենք մարում, քան 18 թվին։ Իսկ գիտեք ինչքան է Հայաստանում թոշակների վճարը ընդհանուր, ինչքան թոշակի գումար է ծախսում բյուջեն, 290 միլիարդ։ Այսինքն, եթե այս աճը 18 թվականից հետո չլիներ պետական պարտքի, եթե պետությունը, այս իշխանությունը այսքան վարկ չվերցներ, մենք հնարավորություն կունենայինք ամեն թոշակ կրկնապատկեինք։ Մեր երկրի բոլոր խոսակցությունները քաղաքական չեն պատմում մարդկանց մասին։ Մենք պետք է խոսենք մարդկանց մասին, այն մասին, թե ինչպես ենք աղքատությունից հանելու մարդկանց եւ ոչ թե քաղաքական թեմատիկայով ամբողջ եթերը լցնենք։ Բայց դրանք հետևանք են իրար։ Գիտեք, քաղաքական որոշումների որակից է կախված մարդկանց բարեկեցությունը։ Կարծում եմ 30 տարվա աշխատանքը ցույց տվեց, որ ինչքան էլ քաղաքական խոսույթը շատանա, դա որակ չի տալիս։ Այսինքն մարդ ունի աշխատատեղ չի ավելանում, հրազդանում աշխատատեղ չի ավելանում։